Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը էլի եթերում է, շնորհակալ ենք, որ մեր հետ եք, այսօր հյուրընկալել ենք ՀՀԿ կանանց խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանին, ողջունում ենք Լիլիթ ջան, շատ ուրախ ենք, որ հրավերը ընդունեցիր, եկար, ճիշտն ասած քննարկումները էլի շրջանակը գնալու է դեպի իշխանություններ, խայտառակություն, մի իրավիճակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խայտառակության եզրին եւ 26 թվականը որպես այդպեսին եթե Նիկոլի վերընտրվելու տարին լինի Հայաստանի Հանրապետություն իմ կարծիքով այլևս չի լինի ինչ կարծիք ունես իշխանությունների իրանց գործելավոճի ու ինչ սկզբունքներով են իրանք ընդհանրապես առաջնորդվում ըստ քեզ Նախ շնորհակալ եմ հրավերի համար Վահե ջան եւ ողջունում եմ ձեր ոդկասթը եւ ձեզ մաղթում եմ անխափան եթերներ Այո Վահե ջան այսօր հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում որ պարզապես լռելը դա հանցագործություն կլինի յուրաքանչյուր հայի կողմից եւ քանի որ ցավալի փաստ ունենք արձանագրենք որ նորից գնում ենք կապիտուլյանտի հետ նորից ընտրության ենք պատրաստվում բայց դե ունենք այն ինչ ունենք կցանկանայի խոսել ընտրություններից բայց մինչեւ վերադառնալը սույն թվականի հունիսի 7-ի ընտրություններին ուզում եմ ավելի մի քիչ հետ գնալ 18 թվական քանի որ մեր ժողովրդի մի մասի հիշողությունը շատ կարճ է մի մասի հիշողությունն էլ այսինքն չտեսնելու են տալի մեր ժողովուրդը խոսանք ոչ թե իմ քո եւ մեր նման մարդկանց համար հիշողություն թարմացնել այլ այն մարդկանց համար այո ովքեր մոռացել են թե ինչ կատարվեց մեր երկրում եւ ինչ է կատարվում մինչ օրս Հայաստանում այն ինչը անվանվեց իշխանափոխություն այն ինչը անվանվեց հեղափոխություն ես 8 տարի շարունակ գրել եմ որ դա եղավ թուրքա-ադրբեջանական իշխանազավթում եղավ իշխանազավթում ստի կեղծիքի շանտաժի եւ սպառնալիքի ֆոնին եղավ դա եւ դա տեղի ունեցավ ժողովրդի կոլեկտիվ անգիտակցության շնորհիվ տեղի ունեցավ ինչ արեց Նիկոլը եւ այն թավիշը որ տիրեց Հայաստանում այդ տեխնոլոգիաները մերժեցին մի մարդու մի իշխանության որը իրենց տվել էր պետություն ավելի կոնկրետ խոսեմ Սերժ Սարգսյանի մասին, մարդ, որը ստեղծել էր կայուն բանակ, մարտունակ բանակ եւ պետություն էր տվել էր ժողովրդին եւ նաեւ գերագույն գլխավոր հրամանատար, որին ժողովուրդը մերժեց եւ փոխարինեց գերագույն գլխավոր դասալիկով։ Պետք է նշել հաղթանակներ, ոչ միայն Շուշի ազատագրում Արցախյան պայքարը, այլ նաեւ 2016 թվականին վերահաստատվեց մեր քարորյա պատերազմը, որը մեր գերագույն գլխավոր հրամանատարը կարողացավ դիմակայի այն սպառնալիքներին եւ ճիշտ դիվանագիտական արդյունքների բանակցությունների շնորհիվ Փակ դռների ետևում Ալիևն էր պնդում, որ իրան ստիպում են ճանաչի Արցախը եւ այլն։ Այսինքն իրանք մերժեցին այն, ինչը որ մենք ունեինք մեր ինքնիշխանությունը, որը որ Նիկոլ Փաշինյան այսօր մատի փաթաթան է սարքել, ում տենում է ասում մենք հիմա ինքնիշխան ենք։ Իսկ մենք 30 տարի ինքնիշխան չէինք, կամ այդ ինքնիշխանությունը դուք պետքա գայիք վերցնեիք զավթեիք դագաղներով, որտեղ էր այդտեղ թավիշը, եթե դուք գալիս եք դագաղներով։ Նաեւ խոսել, այո, այդ ստի կեղծիքի իշխանության, իշխանազավթման, երբ այդ ռիտուալ էր դա պարզապես մենակ այդ ինչ որ տեսակ դագաղների իշխանություն դա շատ լուրջ ռիտուալ էր ինչի մասին ես գրեցի եւ ինչ ունեցանք արդյունքում հազարապատկված եռաբլուր կորուստներ եւ տարածքային մեծ կորուստներ այո դրանց կանրադառնանք ինչ խոստացավ Նիկոլը ժողովրդին պայծառ եւ լուսավոր ապագա եւ մինչ օրս ես խնդրում եմ Վահե ջան եթե կա նման կետ որ այդ խոստումներից որևէ մեկը Նիկոլը իրականացրել է, խնդրում եմ ինձ հիշեցրու։ Լուսինե ջան, ուրեմն նստել ենք քննարկման արդյունքում, ուզեցել ենք հասկանանք, լավ, կարող է մի բան Նիկոլը լավ արել, ասենք մենք չենք նկատի, մենք ընդդիմադիր ենք, մեզ մերժել են, կարող է մենք լավ չենք տենում։ Ոնց քննարկումների արդյունքում մենք հասել ենք մի հանգրվանի, մի լավ բան չի արել։ Կորուստներ, պարտություններ, տուգանքի մատերիալ ժողովրդին սարքելա, ձեռ են առնում, թքում են ժողովրդի վրա, հայհոյում են, ասում են դա օրհնանք, հա, չկա մի լավ կետ, որ ասենք դե լավ, աղբեր ջան, այս մարդիկ եկել են, այս մի բանը լավ են արել, չգիտեմ, ինչ որ փոքր են ասֆալտը անգամ չեն կարող լավ անեն։
Այն ամենամինիմալ բանն եմ Վահե ջան, որտեվ այս իշխանությունը չի բերվել, որ հայ ժողովրդի կյանքը սարքի բարեկեցիկ եւ Հայաստանի համար ինչ որ բարենպաստ, ինչ որ մի դրական քայլ անելու։ Այս իշխանությունը բերվել է հատուկ Հայաստան եւ Արցախ կործանելու եւ հայ ժողովրդին նորից ցեղասպանության առաջ կանգնացնելու։ Եվ ինչքան Նիկոլը մենք 23 թվականին տեսանք Արցախում, այո, Արցախում։ Երբ որ 19 թվականին էր, երբ որ Արցախի վերածննդի հրապարակում Նիկոլը իր ճղճղան իր գարշելի ձայնով կոկորդը պատրելով գոռում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ ինչ ունեցանք արդյունքում։ Արցախը չունեցանք։ Արցախը չունեցանք եւ շուտով հիմա Հայաստանն է կանգնած վտանգի առաջ։ Եվ ինչքան մնա Նիկոլ Փաշինյանը, այնքան մենք ունենալու ենք եւ տարածքային կորուստներ եւ մարդկային կորուստներ։ Ես չեմ ուզում խոսեմ էլ տնտեսական ճգնաժամի մասին, որը տիրելու է ամբողջ Հայաստանով մեկ։ Որ տնտեսական աճ ունենք։ Տնտեսական աճ, ով չի կարող երկու անգամ երկու իրար Վահե ջան, ինքը ինչ է անում, պարտքը վերցնում, ավելացնում է տնտեսական պարտքը երկրի եւ դա համարում է, որ ժողովրդին ներկա, ժողովուրդը, այսինքն մենք մեզ չէ, այն ժողովրդին, որը հավատում է Նիկոլին։ Այո, եւ չի գիտակցում։ Այս իշխանությունները օրինակ թոշակ բարձրացեցին, այս արեցին, բայց նայում փողի ինֆլյացիան, արտաքին պարտքը համեմատականները տանում ենք, տենում ենք, որ մեր հաշվին, մեր թորների հաշվին, թոշակառուներին եւ տնտեսական դա որպես ընտրակաշառք է։ Տնտեսագետ լինել պետք չի, այս հասարակ պարզ մաթեմատիկական հաշվարկն անելու համար, որ այս պարտքը, որ կուտակել է Նիկոլը, ում քթվից է դուրս գալու։ Մեր բոլորիս միջև թորներով մենք այս պարտքի 14 միլիարդը դուրս չենք գալու։ Պետքա փակի։ Ով պետքա փակի, հայ ժողովուրդը։ Այս սրանք անցողիկ են, այսօր իշխանություն են, վաղը չկան։ Այն մյուս էկող իշխանությունները ասելու են, բայց եղբայր ջան, այս մարդիկ 14 միլիարդ վերցեն։ Իդեպ պետքա նաև նշենք մեր սիրելի հայրենակիցների համար, որ նախորդ 30 տարիների ընթացքում 91 թվականից մինչև 2018 թվականը մեր արտաքին պարտք եղել է 7 միլիարդ։ Նիկոլ Փաշինյանը 7 տարիների ընթացքում տարին 1 միլիարդով ավելացրել, այսինքն եթե 30 տարում համագումարում մենք ունեցել ենք 7 միլիարդ, ունեցել ենք կանոնավոր բանակ, հաղթանակներ, դիվանագիտական ասպարեզում ամեն հնարավորը, որ միայն հայանպաստ էր, մենք այսօր ունենք խնդիրներ սահմանային, անվտանգային, չունենք բանակ, բայց ունենք 14 միլիարդ։ Եվ գիտես ինչն է ծիծաղելու, որ ինքը այդ պարտքը վերցնում է եւ գրում է տնտեսական աճ։ Այսինքն ինքը իր թիմին պարգևավճարներ տալով եւ իրենց գրպանը հարստացնելու փաստը արձանագրում են որպես տնտեսական աճ։ Պարզապես ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլը ոչ մի լավ բան չի արել եւ չի անելու այս ժողովրդի համար։ Սա դիմում եմ կոչով, դիմում եմ մեր հայ ժողովրդին, ժողովուրդ ջան, սթափվեք։ Նիկոլը ոչ մի լավ բան չի անելու։ Նիկոլը հանձնեց Արցախը, Նիկոլը երապատկեց, հազարապատկեց մեր երաբլուրը, Նիկոլը բերեց աղետ, Նիկոլը բերելու է շատ աղետներ։ Դուք դեռ չեք պատկերացնում, թե ինչա սպասվում Հայաստանին։ Եթե Արցախի պարագայում գոնե արցախցին կարողացավ գալ Հայաստան, Վահե ջան, մենք գնալու տեղ չունենք, չենք ունենալու։ Մենք շրջափակման մեջ ենք լինելու։ Հիմա էլ վերջերս իրանց թեզը Եվրոպա է տանում ժողովրդին, դա շատ ամենածիծաղելի փաստն է, որ Եվրոպան ընդհանրապես Հայաստանին չի էլ սպասում։ Եվ բացի դա, Վահե ջան, Եվրոպան լուրջ տնտեսական աղետների առաջ է կանգնելու հատկապես մոտակա 5 տարին։ Այստեղ գիտես ինչ կա հետաքրքիր, մեկն ունի Եվրոպային հիմա օգնի։ Եվրոպան մի վիճակում չի էլի, որ մի հատ էլ մենք գնում ենք գրկաբաց դեպի Եվրոպա։ Մենք հիմնական լավագույն դաշնակիցներից մեկին Ռուսաստանին, այո։ Որտեղ բացի ԵԱՏՄ-ն, անգամ հաշվի չառնելով ԵԱՏՄ-ն, մենք ունեինք անվտանգային խնդիրներ, որ լուծում ենք Ռուսաստանի դաշնությամբ։ Մենք ունեինք ՕԴԿԲ, որը զբաղվում էր ինչ-որ մի բանով։ Կարող ամենալավ կառույց չէր, ինչպես ասաց երրորդ նախագահան, բայց դա միակ երաշխավորն էր մեր անվտանգության։ Ռուսաստանը ճիշտ է, ասում են լավ բարեկամ չի, բայց շատ վատ թշնամի կարող է լինել մեր համար։ Միանշանակ մենք տեսնում ենք Ուկրաինայի եւ մյուսների տարբերակով, թե ինչպես կարող է Ուկրաինան կիսվել է, 2 միլիոնից ավել մարդ զոհվել է, ու Զելենսկին էլ ընդեղի Նիկոլն է, էլի։ Միանշանակ։ Հիմա բոլորն էլ դրածողներն են, նույն Նեթանյահուն, նույն Թրամփը, բոլորն էլ իրանք խամաճիկներ են աշխարհի կառավարության, աշխարհի ղեկավարների, այսպես ասեմ, իրանք խամաճիկներ են։ Այն անգամ
այդ էինք նաև քննարկում, ուրեմն հիմիկվա ղեկավարները նայում ես Նետանյահուն, ասենք Տրամպը, բան ինչ խայտարակ ղեկավարներ են, չէ՞, այն ժամանակ ղեկավարները, ասենք Ժակ Շիրակ, այն մյուս, ասենք Մակրոնը ուր, Ժակ Շիրակ ուր, էլի, օրինակ։ Ու տենց երկրների վրա որ նայում ենք, դե անփոփոխ մենակ Պուտինն է մնացել, մնացած բոլորը փոխվել են ամբողջ աշխարհում ու նայում ես, ասում ես, այս երկրի ղեկավարներն մեկը պերաշկի ա ուտում, մեկը պարում է Այն մեկը կապիկություն անում, այն մեկը գնացած Դոնբասը ազատագրել են, ղեկավարում 18 թվից այսօր ղեկավարում են համաշխարհային կառավարության դրածոները, խամաճիկները, հասկանում ես, ջոկել են, բերել են դրել են իհարկե, որտեվ այն ամեն ինչը ինչ անում է Նիկոլը եւ մնացածը ոչ մի նորմալ մարդ այս ամեն ինչի տակ չէր մտնի։ Դու քո խոսքի մեջ նշեցիր սիմվոլիկայի մասին, օրինակ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ ունի նման սիմվոլիկ օրեր, սիմվոլիկ ինչ որ արարողակարգեր, այսպես կոչված, չէ, ասենք զոհաբերեցին մեր լույս տղեկին, հատուկ օրեր ընտրեցին, հատուկ թվեր անգամ։ Եվ առհասարակ աշխարհն է կառավարվում սիմվոլիկաները, Վահե ջան, եւ նույնը բացառություն չի Հայաստանը, բացառություն չէր մեր այս հրեշ զույգը, իհարկե, հատուկ օրեր։ Սենց մի հատ հետաքրքիր բան կա, այն անգամ նայեցի ինչ որ այդ վարչապետը ուզում են ամսի 25-ին են անում, ապրիլի։ Հասկանում եք, ամսի 24-ին ցեղասպանության օրն է, չէ, մենք պահանջում ենք, մենք պարտադրում ենք, որ այն երկրները չեն ընդཐུպ մինչև Թուրքիան, որպեսզի ընդունեն այդ ցեղասպանություն ասվածը։ Այս մարդը հաջորդ օրը վարչապետն է անում հրապարակում, ասում է եկեք տրնգի Վահե պարենք, ջան, դու դեռ զարմանում ես։ Ես դադարել եմ զարմանալ եւ զայրանալ այս իշխանության յուրաքանչյուր ստոր, սրիկա եւ ցինիկ քայլերից։ Ես չեմ զարմանում այլևս։ Ես փորձել եմ փնտրեմ ինչ-որ կարմիր գիծ, օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչ կարմիր գիծ ունի, որ սրանից ինքն տես զոհվածի ծնողներին ծեծում են։ Մեր տղերքին զոհաբերեցին, այդ ակնհայտ է, որ թվերն էլ անգամ հետո կիմանանք։ Ես չեմ մոռացել, որ պարկերի մեջ մեր զոհվածների, հա, մարմինները, չէ, մասունքները, ոչ մեկ չի մոռացել, խայտարակություն է դա, էլի, ու այդ ամեն ինչով հանդերձ, ասենք Դες եկեղեցում սրբապղծությամբ է զբաղվում, գնում է ոստիկանները շրջափակում են, մտնում է ներս ինքը իր աղոթքն անում, որտեվ այս մարդը ինչ անում, ասում է զորով ստիպում է մարդկանց, որ հարգեն եւ սիրեն իրան։ Իսկ հարգանքը եւ սերը դա դու պետքա վայելես։ Ոչ մեկ պարտավոր չի քեզ սիր։ Ինքը լավ գիտակցում է։ Վահե ջան, ինքը լավ գիտակցում է, որ հայ ժողովուրդը ատում է իրան, ատում։ Իր անունը լսել չի ուզում։ Իսկ իր կողքը հավաքված այդ մի քանի աղանդավորական կառույցների մի քանի ժողովուրդը եւ իր կյանքի նաեւ եւ ոչ միայն եւ իր կողքի թիմակիցներ դա հայ ժողովուրդ չի ինքը շատ լավ գիտակցում է եւ փորձում է սպառնալիքով ժողովրդին ստիպել որ իրան սիրեն ու հարգեն այդ հարգանքը դու պետքա վաստակես Լիլ ջան, միակ բանը որ փոխադարձա Նիկոլի ատելությունն է ժողովրդի նկատմամբ հայ ժողովրդի ու հայ ժողովրդի ատելությունը Նիկոլի նկատմամբ այդ փոխադարձա այդ Նիկոլը եւ հայ ժողովուրդ դրանք ծայրահեղ բաներ են Նիկոլը բացարձակապես ոչ մի գենետիկ կապ չունի հայ ժողովրդի հետ Վահե ջան ինքը ատում է այս ժողովրդին խորապես ատում է եւ խորապես թքած ունի հայ ժողովրդի վրա նա բերվել է հատուկ որպիսի եւ Արցախ եւ Հայաստան լուծարվի Եվ ցեղասպանվի եւ հայ ժողովրդին նորից կանգնեցնի ցեղասպանության շեմին այսինքն այն 15 թվի փաստերը մենք որ տեսել ենք տեսանյութերով լսել ենք մեր պապերից տեսել ենք կարդացել ենք դա եթե Նիկոլը նորից վերընտրվեց, մենք այդ ամենը նորից ականատես ենք լինելու։ Մենք դա ականատես տեսանք արցախցիների պարագայում, ինչպես մազապուրց եղած ժողովուրդը փախավ եւ փախնելու ճանապարհին պայթյունը ոչ մեկս չենք մոռացել, ինչ կատարվեց։ Մենք ուր ենք փախնելու Վահե ջան։ 7-ից 9 ամիս, չէ, Արցախով գանք Հայաստան, տես 7-ից 9 ամիս բլոկադայի մեջ էին, ուտելիք չկար, չէ։ Այդ ընթացքում պայքարեցին, բացի պայթյունները ռմբակոծվեց Ստեփանակերտը, ինչքան հնարավոր էր դիմադրեցին, ռազմաքաղաքական առաջնորդները հանձնվեցին, որպեսզի արցախցիները կարողանան դուրս գան, ու ասում է փախածներ։ Ինգեր, բայց 7 ամիս, 9 ամիս։ Կամ նույնը 44 օրյա պատերազմին ասում է դասալիքները շատ են եղել։ Այ դասալիք։ Դու հաշվարկես արև ոնց ես հաշվել բա որ մենք դասալիքներ էինք 44 օր ադրբեջանցիների Եռաբլուրի տղերքի թիվը որ մինչև հիմա դուք իրանք ներկայացնում են 5000 իհարկե այս այդ թվի հետ համաձայն չէ Վահե ջան որտեվ իմ հաշվարկով
անցնում է 10,000 եւ ավելի։ Միանշանակ դու մինչեւ հիմա իրենք կանոն ազգանուն եւ կոնկրետիվ, անհետ կորածները, գերիները եւ այսօր մեր այն տղաները, որոնք անդամալույց են դառնում։ Իհարկե։ Քանի հազար տղա ունենք անդամալույց։ Այդ ճակատագրերը խեղդել են։ Քանի ընտանիքներ դժբախտացան, քանի ծնողներ, քանի կանայք, քանի երեխաներ որբացան, ոնց կարելի է մոռանալ այս ամեն ինչը եւ նորից Նիկոլի հետ գնալ ընտրության, երրորդը դա լինելով ճակատագրական, այսպեսի խոսք կա, չէ՞։ 1, 2, երրորդը լրիվ ճակատագրական է։ Երրորդ անգամ հավատալ Նիկոլ Փաշինյանը։ Լավ 18 թվին ժողովուրդը էյֆորիայի տակ էր, ասում եմ, էլի գործում էր կոլեկտիվ անգիտակցականը։ Ժողովրդի մի մասն էր մեղադրելու, չէ՞, մտածում էր լավ, իրոք էս իրանց կյանքը կփոխվի, Վահե ավարտեմ միտքս, հա, մտածում էր ժողովրդի նախկիների թալան են բերելու եւ մտածում են երևի տենց բոլորի դուրը Նիկոլը հաթած ծեծելու, ասի արսա, այս մեկի թալանը, այս մի թալանը, ինչ արեց Նիկոլը, ոչ մի լավ բան։ Նույնը 21-ի ընտրությունները ամենասխալը եւ պատմության մեջ չարձանագրված փաստը, որ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը նորից մնաց իշխանության ղեկին։ Սա պատմության մեջ չգրված եւ չլսված փաստ էր, բայց քանի որ մենք ապրում ենք աբսուրդի թատրոնում, դա տեղի ունեցավ Հայաստանում։ Աշխատեցին քաղտեխնոլոգներ, թուրքական եւ ադրբեջանական գումարներ ու իդեպ պետք է նաեւ նշեմ ներողություն, որ տես, իրանք չեն թաքցնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օգնում են։ Չեն թաքցնում, ախպեր ասում են, բացահայտ են արդեն անում։ Էրդողանն ու Ալիևը չէին ասում էր, Էրդողանը իդեպ նշում էր, որ մենք օգնեցինք, որ ազատագրվի Արցախը, 18 թվականին գան իշխանություններ, մենք պայելու ենք։ Իդեպ ես երեք անդրադարձել էի, նայ, որ Թուրքիայում, այո, ես դա էի ուզում ասել։ Ադրբեջանցի հետ կոչ են անում ընտրել, դե արյունի ասա։ Դու ինչ գործ ունես Հայաստանի Հանրապետության հետ։ Դու պատմությունը տեսել ես, մենք որ քրիստոնեություն ընդունում էինք, դուք դրանից 1800 տարի հետո նոր պետքա պետություն դառնայիք։ Ընկեր, դու ինչ գործ ունես նախ մեր հետ։ Ձեր Նիկոլն է, օքեյ, մենք տեղավորվել ենք արդեն։ Հա, մենք նվեր ենք տալի, բայց ոչ միայն Նիկոլ Փաշինյան, նաև անվտանգ թիմակիցներին Ալեն Սիմոնյանին պետքա նվիրել, որովհետև ինքը ասում է Հայաստանի երաշխավոր անվտանգության Ադրբեջանն է, Ադրբեջանն էլ Հայաստանն է։ Ընկեր, դու չես կարող քո անվտանգությունը երաշխավորես, քեզ գալի մեր են քրֆում նայում են ճակատիդ մեջ։ Ու դու դրանից հետո մարդուն ձերբակալել ես տալի, ասում ես ես որպես երևանցի տղա։ Ընկեր, դու քեզ չես կարող տիրություն անես։ Դու ոնց ես երաշխավորելու Ադրբեջանին, Ադրբեջանն է քեզ։ Վայ ջան, ծիծաղել է Ադրբեջանը, այսինքն այն Ադրբեջանը, որ մորթել է մեզ, պետքա կանգնի մեզ երաշխավոր։ Այո, մեր ցեղասպանության երաշխավորն է լինելու ինքը։ Հա, եթե նայում ենք ցեղասպանության սկզբունքին, այո, ցեղասպանության երաշխավոր է, որ Հայաստանում լինի մեկ հայ, այդ հայն էլ թանգարանում ոնց որ ուզում էր իրեն սիրելի հերոս Ալիևը ու Աթաթուրքից է եկել, բայց իհարկե Ալիևն էր ուզում ու հետարքիր մի հատ նկատառում կա էլի, որ մեր ժողովուրդը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը կարա խաղաղություն բերի։ Պարտվածը, կզածը, ով անգամ չի կարող բանակցի, կապիտուլյացիա ստորագրած է։ Միջազգային կառույցներում խայտարակ եղածը, որը ձայնազուրկ իրավունք չէ, որին ծաղրում են։ Ֆրանսիայում դեկորատիվ խնձոր ուտողը ոնց խաղաղություն կբերի։ Վահե ջան, 8 տարի է, ես ամանչում եմ, երբ որ այդ անձը գնում է միջազգային կառույցներում, ներկայացնում է որպես ինձ հայ ժողովուրդ։ Հա, վատը գիտես որն է, որ մեզ էլ այն ներկայացնում։ Դա եմ ասում, ես ամանչում եմ որպես հայ եւ կարծում եմ յուրաքանչյուր իրեն հարգող հայ դրանից այդ փաստից ամանչում է, որ Նիկոլը իր երկրի վարչապետն է եւ իր ժողովրդի իրեն ներկայացնում է միջազգային կառույցներում։ Դա ծաղրանքի ինքը ծաղրում է մեր ժողովրդին։ Իր կերպարով, իր արտաքինով, իր գռեհիկ խոսքով, իր գռեհիկ պահվածքով, իր կզած վիճակով ինքը ստորացնում է հայ ժողովրդից։ Հայ ժողովուրդը 30 տարի ունեցել է ձիգ մեջք, հայ ժողովուրդը հայը երբեք ոչ մի երկրում գլուխը կախման չի եկել, միշտ հպարտացել է, որ ինքը հայ է, որտեվ անկախ ամեն ինչից, վայ ջան, ղեկավարներից որևէ մեկին մենք ընդունում ենք, չենք ընդունում, պետք է խոստովանենք, որ մենք 3 ղեկավարների օրոքել ունեցել ենք հզոր պետություն։ Եվ արժանապատիվ խաղաղություն, անկախ ամեն ինչից, տես 90-ականների հետ կապված, որ ես ոչ մի լավ հիշողություն չունեմ, իհարկե դու փոքր ես, միգուցե դա դու այդքան էլ չես հիշի կամ չես տեսել, բայց ես դա տեսել եմ եւ ոչ մի լավ հիշողություն չունեմ 90-ականների հետ կապված, բայց ինչն էր այդ տարիներին լավ, որ կար համերաշխություն։ Մենք ունեինք ազատագրած Արցախ, ունեինք երկու պետություն, ժողովուրդը համախմբված էր, ոչ մեկի հետևից
ինքնից ոչ մի վատ բան չէր խոսում եւ կարեւոր այդ ինտերնետային դարը չէր, իհարկե լավ է ինտերնետի դարը զարգացում կա, բայց կար նաեւ համախմբում, այո, ժողովուրդը դուրսը պայքարում էր եւ ժողովուրդը մեկը մեկին օգնում էր, այն սովը ցուրտը մութը մենք հաղթահարեցինք, որովհետեւ մենք ունեինք պետություն եւ այդ ժամանակ գոնե կարողանում էր թեկուզ գնալ Ռուսաստան կամ ինչ որ այլ երկիր, որտեվ ցուրտ ու մութ տարիներ են, բայց դու գիտեիր, որ ունես պետություն, Վահե ջան։ Իհարկե, տես, մենք չունենք բայց ունենք արժանապատվություն, ունենք այն ինքնիշխանությունը, որը որ հիմա մեզ հրամցնում են, որը ինքնիշխանության մասին չի։ Ու այս ամեն ինչը շարունակվում է, այս շարունակական բնույթ է կրում, ոնց որ ցիկլը կրկնվում է։ Ուզում եմ հասկանամ, լավ, երբ է ավարտվելու այս Նիկոլի ցիկլը, էլի որտեղ է, որ իրան էլ աստղերը, արտաքին ուժերը, չգիտեմ, իր բարեկամ հարևանները էլ չեն օգնելու։ Որտեղ է սրա ավարտը։ Ես միտքս չավարտեցի, Վահե ջան, այդ 30 տարիների հետ կապված, որ ինչ էր ասում, ինքը Արցախը հանձնեց եւ ասեց 30 տարի առաջ Արցախը հանձնել էին նախկինները, այսինքն ծիծաղելի փակ, մարդ ինչքան քառակուսի եւ պուճուր ուղեղ պետք է ունենա, որ կրկնի Նիկոլի խոսքերը, այսինքն 30 տարի Արցախը նախկինները հանձնել էին, սպասում էին, որ Նիկոլը պետք է գա, հա, Նիկոլին պետք է գա, թվականին ընդունել է, հա, տալիս էին, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, նախագահ Սերժ Սարգսյանը տալիս էին, ասում են վերցրու, Ալիևն ասում էր, չէ, չեմ ուզում, պետք չի։ 5 միլիարդ թվին Սերժ Սարգսյանին առաջարկում։ Բա որ տված է։ Այդ հարցը ոչինչ պետք է այն մարդկանց տալ, այո, որ հիմա որ դուք գնում եք խանութ, ասենք մթերային կամ սուպերմարկետ, վերցնում եք ինչ-որ մի ապրանք, գալիս եք, ասում եք ես վճարում եմ, թորս կգա կվերցնի, վերցնում եք այն ապրանքը, ներողություն որ ապրանքով եմ sense բանանում, օրինակը պրոյեկտում ենք, էլի։ Այդ ոնց է ալնում, բա Ալիևը վճարել էր, վերցրել էր, սպասում էին Նիկոլը գար։ Լուրջ Նիկոլը գար նվեր։ Ու հիմա հարց է առաջանում, բա եթե Սերժ Սարգսյանին առաջարկել են, եթե չառաջարկել են, ինքը 6 է առաջարկել։ Բա արդյոք Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվեց 5 միլիարդին, որը առաջարկել են երրորդ նախագահին։ Որտեվ եթե մենք վերցնում ենք այդ համադրությունը, եւ ոչ միայն 5 միլիարդ էլի։ Մենք չգիտենք փաստերը։ Դա կիմանանք իշխանափոխությունից հետո։ Միանշանակ քննիչ հանձնաժողով է պետք, որպեսզի աշխատի, այն որ ասում են դասալիքներ ունենք, այս չի հանձնվել, մենք պայքարել ենք, հետո ասում են դե մենք չենք պայքարել, մենք պարտվել ենք։ Ինքեր առանց պայքարելու ոնց կպարտվեի։ Իսկ այդ քննիչ հանձնաժողով եւ այս իշխանությունը օրենքով պատժի առաջ կանգնելու համար մեզ պետքա նաեւ պետություն ունենալ, որտեվ եթե չունենանք պետություն, չի լինի նաեւ պատիժ։ Չի լինի պատիժ, Վահե ջան, պատիժ կարա լինի ուրիշ ձևը, որտեվ բոլոր տարբեր երկրներում հայերը սփռված են։ Պատիժ կարա, այո, բայց ես դեմ եմ, ես ուզում եմ այս մարդիկ օրենքի ամենա այն խիստ ձևով պատժվեն։ Ես գիտես ինչ պատիժ կուզեի Նիկոլի համար, Նիկոլի ու մնացածների, ովքեր մասնակիցն են, կարող է գտնենք մի падգամավոր, մի անտերշուն, որ չգիտենք էլ ինքը երևի տեղյակ էլ չի, դե կնոպկա սխմող է։ Հիմա տես, իրանք պետք է բերդում երկար ապրեն, տենան Հայաստանը ոնց է զարգանում, մեր տնտեսությունը ոնց է զարգանում, մեր բանակը ոնց է ավելանում, մեր ռազմաքաղաքական այդ էլիտան ոնց է աշխատում, ու մենք իրանց ապացուցենք, որ հնարավոր էր, որը որ դուք անհնար եք համարում, որ ասում եք, ահա գիտես ինչ կա, պետքա թուրքերի ադրբեջանցիների հետ ախպերություն անել, պետքա իրանց հետ բանակցել միայն այն դեպքում, եթե իրանք ուզում են ընդունեն, որ իրանք ցեղասպաններ են, ուզում են ընդունեն, որ հա մեր հարևան պետություններն են, բայց իրանց պապերը եւ իրենք ոչրագործություն են կատարել։ Հնարավոր է ինչ որ տարիներ անցնի, փորձենք հասկանանք այս մարդիկ ընդունեն, ինչ որ համագործակցության եզրեր լինի։ Ես ուզում եի նաեւ նշեի, որ 30 տարիների ընթացքում մեր բոլոր ղեկավարները Պարզ չէ որ բանակցել են, նաև եղել են հանդիպումներ, բայց չի եղել գեթ մեկ հանդիպում, որ Էրդողանի գիրքը սրտին դոշին խփած ցեղասպանի։ Մի հատ է ժպտա ուրախանա գնա ինագուրացիայի ասում։ Վահե ջան, պատկերացնում ես Նիկոլի արածների մի տոկոսը, եթե աներ Սերժ Սարգսյանը կամ որևէ իշխանություն։ Ես չեմ ուզում շատ հետ գնամ, քանի որ մերժել են վերջին, այո, մերժվեց նախագահը եւ ՀՀԿ-ն եւ ասում եմ դրանց արածների մի տոկոսը աներ հանկարծ Սերժ Սարգսյանը։ Ես չեմ պատկերացնում, հիմա կարող է ոչ մեկս ողջել չլինենք, ես ու դու այսպես նստած չլինենք։ Այն ամենափոքր շարքային ՀՀԿ-ականից մինչեւ ամենավերջին օղակներ, ես չեմ պատկերացնում ինչ կլինի, ժողովուրդը հումում կուտեր մեզ։ Միանշանակ։ Մի տոկոսի արածը, բայց արի ուտես զարմանալի, ասում ես դրա համար վաղուց դադարել եմ զարմանալ, որտեվ 20 թվականի այդ սանձազերծված պատերազմից հետո այն ինչ որ տեղի ունեցավ, որ լիքը ծնողներ ներեցին սրան, եւ մինչեւ հիմա չգիտեմ, եւ կան որոշ ծնողներ, որ սրան դեռ գրկաբաց ընդունում են։
Եվ ինչ որ հույսեր են կապում, մենք գիտես ինչ կկվի պատմությունն է, էլի։ Լրիվ այդ կկվի կոպիտ օրինակ ենք բերում, բայց լրիվ այդ օրինակն է, դա է գալիս։ Մենք չենք օրինե։ Այդ հիմար կկվի պատմությունը մենք չենք օրինե, մենք ուղղակի կարդացել ենք։ Լրիվ այդ պատմությունն է, Վահե ջան։ Բայց արի վերադառնանք իմ սիրված թեմային, այս սիմվոլիկայից զատ, այս սրա պորտալը, այդ պորտալարը Նիկոլի երբ է կտրվելու, լավ, ասենք, վայ դրա պորտալարը կտրվեր ի սկզբանե, անգամ հերը ասեց, այ մարդ իմ տղուն մի ընտրեք, էլի երկրի ղեկավար գնա, օղորմի քեզ, ինչ ասեմ։ Այդ մարդը ասեց, ախպեր ջան, իմ տղուն մի ընտրեք, ավելի լավ ղեկավարներ ու հավակնորդներ կան։ Լավ, այս Նիկոլի վերջը ոնց է, չէ, այդ կկվի պատմություն ասեցինք, չարի վերջն է, չէ՞։ Հիմա այս չարի իշխանության վերջը ոնց կարելի է կազմակերպել, իհարկե սանրական ճանապարհով, որ չասեն, տերորիստները հավաքվել են առավելևս հանրապետականներին թիրախավորելու համար, իրանք եւ գումար չեն խնայում եւ ռեսուրս։ Հիմա տես, ոնց պետք է այս Նիկոլին հեռացնել, որպեսզի իրավիճակը մեր վերահսկողության տակ լինի, ժողովրդի մեր ասելով նկատի ունեմ, ու կարողանանք վերականգնվել, էլի, այս Նիկոլը, ես կարծում եմ, որ ինքը անգամ գնալու պարագայում, այնց վատություն անելու, որ մենք մի 50 տարի չկարողանանք ես օրինակը բերել եմ, բացի գնալ ենք Պավոլ Պետրոսի պատմությունը, Վահե ջան, ես քանիցս գրել եմ, որ նաև 25 թվականից այսօր գրում եմ, որ շատ բարենպաստ է փոփոխություն, իշխանափոխություն անելու համար, բայց այդ իշխանափոխությունը անելու համար պետք է նաև փողոցային պայքարել լինի եւ ժողովուրդը գիտակցի, որ Նիկոլի հետ գնալու է միայն անդունդ, Նիկոլի հետ գնալու է միայն ցեղասպանության, Նիկոլի հետ գնալու եմ այն սովի եւ չգիտեմ ոնց նկարագրեմ, այդ խոսքեր չեմ գտնում այդ վատ տեսարանը նկարագրելու համար, որտեվ ժողովրդի մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում Հայաստանում։ Մենք հայտնվելու ենք արցախցիների վիճակում։ Արցախցի ասեմ փառք է լինելու, Արցախի պատմությունը փառք է լինելու։ Վահե ջան, Հայաստանի խոսքը Հայաստանի մասին է, խոսքը Հայաստանի մեր 12 մարզերի մասին է, քանակը պատկերացնում ես, չէ՞, ավելի ինչ է լինելու։ Եվ Հայաստանը, երբ որ հայտնվի բլոկադայի մեջ, ես ուղղակի սարսափում եմ այդ մասին խոսել, թե ինչա կատարվելու իհարկե հայտնվելու, եթե ժողովրդի մոտ նորից գործեց կոլեկտիվ անգիտակցությունը եւ կրկնել Նիկոլի խոսքերը, հավատալ Նիկոլին եւ նորից գնալ Նիկոլին ձայն տալ, ես ասում եմ, ուրեմն թող սպասեն ամենավատ բաներին եւ մինչեւ Երևան, որ sense Նիկոլը բանալիներով հանձնելու է Ալիևին, Էրդողանին եւ իր մնացած տերերին։ Իմ կարծիքով պետք է անդիմություն։ Եվ մի օր առավոտյան արթնանալու ենք, տեսնենք կառավարության գլխին խփած Ադրբեջանի դրոշը եւ թուրքական տանկերը շրջափակել են հրապարակը եւ մինչեւ մեր տան շեմը։ Ասելու են, քանի որ մենք արդեն խաղաղություն ենք բերել, մենք հարևան եւ բարեկամ պետություններ ենք, այս դրոշը դրել ենք ի խաղաղություն սրտիկներով, հա, ի խաղաղություն, էլի, որ տեսեք մենք խնդիր չենք տենում։ Հիմա լավ, ըլնում է, չէ, յուրաքանչյուր իշխանության մոտ ոնց որ եղավ նաև ցավոք սրտի հանրապետականի մոտ, որ իշխանությունը սպառվում է, ել չեն ձգում, ոնց որ ժողովուրդը կասեր, ու ըլնում է չորնայա պալասակա, չէ։ Հիմա այս Նիկոլի չորնայա պալասան է պետք բռնել։ Իրանց տարին ամբողջ իր մոտ չորնայա պալասա է, եթե ուզում ես իմանալ։ Որ քանդենք ու ընդդիմությունը միասնականություն դրսևորի կոնսոլիդացիա լինի։ Տես օրինակ այն Սարգսյան Հայկը արդեն դեմ է, դե Հովիկ Աղազարյանը դուրս է եկել ինչ որ Վայ ջան, ինքը մինչև հիմա ես չեմ կասկածում, որ իր թիմակիցների մեծ մասին նույնպես, քանի որ ինքը սիրում է շանտաժի լեզվով խոսած, ինքը նույն իր թիմակիցներին էլ որոշ թիմակիցներին նույն վստահ եմ, ես չեմ կասկածում, որ ինքը պահում է նույն շանտաժի միջոցով։ Բայց առնետավազք ինչ որ մի պայ կսկսվի, որտեղ նավը որ խորտակվում է։ Իհարկե կսկսվի, դա կսկսվի այն դեպքում, երբ որ ընդդիմությունը միասնական լինի։ Ու հա, այդ միասնական ասվածը հենց միասնականի մասին, այսինքն առանց ամբիցիաների, ոնց որ էլի երրորդ նախագահն ասեց նախորդ համագումարին, 0 ամբիցիա, ուղղակի եկեք Նիկոլ Փաշինյանին հանենք, հետո հասկանանք այն ընդդիմադիր ուժերը, ովքեր որ ներկայացնում են, անգամ եթե փորձում են ներկայացնել Ռուսաստանի շահերը N1-ը, բոլորը պետքա ներկայացնեն ի սկզբանե Հայաստանի շահերը։ Առաջինը պետքա լինել հայամետ, ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, հայամետ, հայ, պետականամետ։ Մարզաբնակ մեր սիրելի հայրենակիցները որ շփվում եմ, ասում եմ, դե այնի ռուսի մարդն է, այնի նրա մարդն է, ասում եմ, բայց Նիկոլն էլ թուրքի մարդն է։ Եթե մենք համեմատականները տանում ենք վեկտորներով, պարզ է, չէ, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը, լինելով նաև նախկին սովետական միության անդամ, մեր տարեցները 50+-ները
տեսել են այն ու հասկանում են, չէ, որ տեղ կա խնդիրներ, սովետական բանակում են ծառայել սովետական, հետո սովետական բանակն է, չէ, հաղթե մեծագույն չարագործին, որը ափսոս չհասցրեց հրեաների հարցը լուծի, բայց այնուամենայնիվ Նետանյահու չէր լինի։ Կլուծվի։ Դա ժամանակի խնդիր է։ Բայց չէ, տեսեք, լավ, սովետական միությունը մեզ տվել է հաղթանակներ, կանոնադրություն ա տվել, այսինքն մարդը գիտեր, որ առավոտ 8-ին զարթնելու է, գնա աշխատանքի, 6-ին աշխատանքը ու ոչ մի սոված մարդ չէի գտնի։ Իմ պապերն են պատմել, բայց ես վստահ եմ, որ դա տենց է եղել, էլի։ Այս սրանք ասում են դու խախտի մուծի, վարգ վերցրու, մենք քեզ այս սաղ կապահովենք, ու ել չեմ ասում մենք նախորդ բանը թմրանյութերի մասին էր։ Երիտասարդներին նենց են դեգրադացման տարել, որ կամ խաղամոլ են, կամ թմրամոլ են։ Դրա մասին ես միշտ գրել եմ, ու ավելի է լինելու, Վահե ջան, ավելի է լինելու, եթե սա ընտրվեց նորից հունիսի 7-ից հետո, դեգրադացումը գնալու է տոտալ, բոլոր ամեն տեղերն։ Օրինականացնեն, խանութներում կվաճառեն, կասեն ախպե ջան, ծխեք, մոռացեք ձեր հայրենիքի Իրանը դա է պետք, որ ժողովուրդը անջատված լինի, երիտասարդությունը բթացած լինի։ Հայրենիքի համար պայքարող երիտասարդներ եթե չլինեն, մի սերունդ տարավ մատաղ սերունդ կործանեց, մի սերունդինը դեգրադացնելու էր թմրամոլությամբ եւ տեսարաններով եւ քանի որ ինքը տեսարանների մեծ վարպետ է, այո, ամբողջ ավար է ինքը, չէ, տեսաներ ժողովրդին տալ, ուտել, խմել, քեֆ անել, փառատոններ էս անել, սքի վրա ինքը փառատոններ կազմակերպեց, ամեն ինչի փառատոն կազմակերպեց, հատուկ օրեր, այո, որտեվ դա արյունը վերցնում խմում է մեր հայրենակիցների Ասմաթեբայեսի փառատոն հա փառատոն վամպիրիզմը ինքը կոնկրետ զբաղված է վամպիրիզմով կոնկրետ ինքը էներգետիկ վամպիր է ես դա միշտ գրել եմ ես դա ուզում ասել ինքը ոչ միայն սնվում է այդ ատելությունից ու զոհերից այլ ընդհանուր առմամբ ինքը յուրաքանչյուր չարագործություն իրան սնում է անպայման յուրաքանչյուր չարի սնում է դա մեր էներգիան վերցնում է անգամ այն չարությունը որ հայը հայի նկատմամբ ունի չէ հայաստանցիներ արցախցիներ լեննականցիներ հետո ինքը որպես լավ սադրիչ ինքը սիրում է բոլորի սադրել եւ դրանից էներգիա ստանալ այս ժողովուրդը հագնում է իրար ցավոք ու ինքը դրանից սնվում է ու ավելի ուժեղանում է այսինքն սիրելի հայրենակիցներ եթե մենք միասնականություն դրսևորենք միասնական մեր այդ ներքին էներգետիկան ուղենք դեպի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ինքը էլ չի կարողանալու սնվի ու դա մեզ դրա համար ես օրինակ 20 թվականից մինչև 20 թվականը ես մի քիչ այլ մոտեցում ունեի 20 թվականից այս կողմ մի քիչ ուրիշ մոտեցում ունեմ ես էլ էի մինչև 20 թվականը այսպես հումորով ծաղրով վերաբերվում էի իրանց անգամ իրանց նկարները գրառումներով անգամ քննադատական խոսք գրելով հիմա մի քիչ այլ է մինչև 20 թվականը այն ժողովուրդը ովքեր որ կուրորեն հավատում էին Նիկոլին 21-ից հետո մի քիչ ավելի մարդիկ մեր մասին չի խոսքը, էլի, ես հիմա որպես ընտրությունների, քանի որ շարքային քաղաքացիներ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Քանի որ մինչև հիմա սրանք մնացել են 18 թվի տակ եւ մինչ օրս խոսում են, որ իրենք ժողովուրդ են, իրենք ժողովրդի մեծ ամասնության ձայնը ունեն, իրանք մնացել են 18 թվի տակ։ Իրանք շատ լավ գիտակցում են, որ ժողովուրդը իրանց ատումա չի ունի, բայց իրանք փորձում են օգտագործել իմ ձայնը, քո ձայնը, մյուսների ձայնը որպես ժողովուրդ, եւ մինչև հիմա խոսում են ժողովրդի անունից են խոսում։ Դուք ժողովուրդ չեք։ Ձեր այդ կողքի հավաքված մի փոքր այդ կառավարելի գետ ամբողջը դա ժողովուրդ չի։ Իրանք չեն կամ ժողովրդի մեջ դուք էլ պետություն չեք մենք ազատ քայլում ենք չէ ազատ որտեղ եք քայլում աշխատակիցների թիվը տեսել եք հələ այդ ձեր վարչական ռեսուրսը հանեք եւ հանգիստ դուրս եկեք ժողովրդի հետ տեսեք ինչ է ժողովուրդը ձեր մասին մտածում տեսեք ինչ է որ այն մեր բակի բանը տեսել ես չէ որ բռնեք են թևերս բռնեք խփեմ այ լրիվ սրանց է այդ պատմությունն է Վահե ջան իրանց շրջապատում են թիկնապաներով շրջապատում են ոստիկաններ դուրս են գալի այդ իրանց ասած դուխով տղաներն են էլի ժողովրդի վրա կարելի է թքել, ժողովրդին վիրավորել, ժողովրդին հայհոյել, բայց մնալ անպատիժ, այսինքն եւ տուժել հակառակ կողմին կալանավորել, հակառակ կողմի վրա քրեական գործել։ Դիմադիրների վրա են աշխատացնում, այն էլ իրավապահ մարմիններով, օրենքներով, մենակ Հայաստանում։ Այո։ Գնում է դուրս ինքնաթիռից իջավ, կրկված, կզած, խայտարակ մի հատ, սպասիցե, պամագիցե, այն որ ասում են, Ինչ ասեմ, Վահե ջան, եթե ժողովրդի մի հատվածին հաճելի է ունենալ նման ղեկավար, ինձ հաճելի չի, ինձ համար մեծ ամոթ է։ Ինձ համար պատիվ չի եղել, չի լինելու ունենալ Նիկոլ Փաշինյան վարչապետ եւ նման իշխանություն։
որը 8 տարի քաղաքական լեզուն եւ քաղաքականությունը վերածել է փողոցային խուժանների, այո, քաղաքական լեզուն դարել է հայհոյանքը, ազգային ժողովների այդ բիսեդկա բազարները, վիրավորանքները, չգիտեմ, այդ դմփոցը եւ այդ լկտի խոսքերը, դել չասեմ ժողովրդի հետ։ Ինչ ձև են խոսում, Վահե ջան, այո։ Նա վարչապետի լեքսիկոնի մեջ դոմփել Բոմժ, փողոցային թաղային խուժանների լեզուն վերվել է ազգային ժողով, պետ ներկայացումը որպես պետական մակարդակ։ Մեր բակում տաղավար ունենք, այդտեղ ավելի ինտելեկտուալ, ավելի ցիվիլ գոնե, այո, կիրթ, այդտեղ ավելի խոսակցություններ են լինում, ավելի վերլուծություններ են լինում կիրթ, քան այսօրվա ներկայիս իշխանությունն է ներկայացնում մեր թիվ 1 ամբիոնից։ Դա հայտարարություն է, Վահե ջան։ Մանկապարտեզը հավաքել է, դարել է դայակը մանկապարտեզը, սոված մանուկները, դե վախենում են, որտեվ իրանց մոտ են ոսկեձկնիկի տաշտակի պատմությունն է լինելու, նորից ինչ են անելու, քայլեցին վերջանալու է, ու այն հին տաշտակին վերադառնան ու չեն համակերպվելու այդ իրականության հետ, որտեվ նենց արագ են կտրվել այդ իրականությունից իրան։ Իրանք միանգամից կտրվեցին, չտեսան, պատից կախ, տեսան ճակտից կախ։ Հիմա սրանցն է, որպես ամփոփում պետք է նորից վերադառնանք իրականություն, ոնց որ ասում է, հասկանանք, որ մեր քաղաքացիների հետ պետք է աշխատանք տարվի, դա պետք է անի ընդդիմությունը, միասնական ընդդիմությունը, հաշվի առնելով, որ հերթական ընտրություններ են, հեսա քարոզարշավ եւ այլն, պետք է ժողովրդի հետ ճիշտ աշխատել, չէ՞։ Այսինքն պետք է անդիմադիրները տուն արտուն բացատրեն, որ մենք պետք է նաեւ մեր թերությունները ընդունենք եւ սխալները։ Մենք ընդունում ենք, Վահե ջան։ Երկու, հանրապետական ընդունելա, չեմ ուզում թիրախավորեմ, բայց յուրաքանչյուր անդիմադիր պետք է յուրաքանչյուր իր հարևանի, բարեկամի, հարազատի հետ աշխատի, այս ամեն ինչը բացատրի ժողովրդին հասու լեզվով, որ այս մարդիկ հասանելի խոսի ժողովրդի, իհարկե, որ այդ մարդիկ պատկերացնեն, թե չէ Նիկոլը հելնում է, միկրոֆոնը վերցնում է, ասում է նախկիների թալանը հետ են բերելու, ուզում եք նախկիները հետ գան ձեզ, ինչ անեն։ Ընկեր, նախկիների ժամանակ մենք շատ լավ ապրում ենք, որ վերադառնան, ինչ անեն։ Վայ ջան, մենք ունեինք պետություն, մենք ունեինք, չգիտեմ, ապահով Հայաստան ունեինք։ Հա, էլ չեմ ասում, մենք ունեինք Արցախ, որը մեր դարպասներն էր։ Նախկիները եսի ինչա մետ են, դու թուրքամետ ես, այ ախպեր։ Թուրքամետա նախագահ Սերժ Սարգսյանը ինչ էր անում։ Եվ Ռուսաստան եւ Արևմուտք ինքը միշտ բալանսը պահել է։ Այո, դու պետքա եւ Ռուսաստանի հետ աշխատես, եւ եվրոպացի գործընկերներ, դու պետքա բալանս պահես։ Ոչ թե տանես կամ մի կողմ, եւ խզես տանես ժողովրդին խափելով դու տանես Եվրոպայի անվան տակ տանես կործանման, որտեվ Եվրոպան ընդհանրապես Հայաստանի հետ Հայաստան չի սպասում, շատ ծիծաղել է, Վահե ջան։ Ու դու մեզ կտրես Հայաստանում, կտրում ես Ռուսաստանից, այսինքն ժողովրդին զրկելով եւ գազից եւ նավթից եւ ամեն ինչից եւ լույսից եւ նաեւ մեր այս գյուղատնտեսներն են տուժելու, իրանք չեն հասկանում ինչ ասում։ Իրանց ապրանքը ներողություն Եվրոպային չի հետաքրքրելու։ Քեզ չի հետաքրքր, քո ապրանքը Եվրոպային հետաքրքիր չի թողի Եվրոպան։ ՀԵԱՏՄ անդամ ենք մենք հիմա։ Հասարակ կներես են իրանք հիշում ես եվրոպացիք ինչ արեցին, կաթերն էին շուռ տալիս ինչ են, իրանք չեն ընդունում։ Հասարակ ուկրաինական ինչ ապրանքեր չեմ հիշում, կարող է հիշացնես, կաթեր ինչ էր որ Կաթերը կաթնամթերքներ չեն ընդունում, հասկանու՞մ ես ոնց կարա Եվրոպան չէ, այստեղ երկու կետ էլի առանձնացնել։ Տես, ուրեմն նախ Եվրոպա մեր անդամակցությունը կարա լինի, այդ process-ը էլի։ Չի կարա լինի։ Չէ, այդ process-ը տասնյակ տարիներ է տևում։ Այդ եմ ասում, մինչև ծորների դա չի տեսնելու։ Նիկոլի Աշոտիկ անգամ եթե բանակցի հորը շարունակի, չնայած չի կարա սովորական շարքային թմրամոլը, բայց այնուամենայնիվ հիմա եթե փորձի անգամ շարունակի 30 տարին չի հերիքում, որpիսի մենք հայտնվենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում։ Այսինքն եղբայրներ, քույրեր, իմ հայրենակիցներ մեզ այնտեղ չեն սպասում, էլ ուր մնաց գրկաբաց, բայց մենք այս նաղդը թողած ընկել ենք Նիսի հետևից։ Չի լինելու երբեք Հայաստանը չի անդամակցելու Եվրոպային, դա թող մեր այդ միամիտ ժողովուրդը գիտակցի, որ նման բան չի լինելու, հարգելի ժողովուրդ։ Ռուսաստանի հետ կապերը խզելով Նիկոլը մեզ տանելու է պարզապես ցեղասպանության, մատնելու է սովի, լուծարելու է Հայաստանը եւ նորից եմ կրկնում բանալիները միջև Երևան հանձնելու է Ադրբեջանին եւ Թուրքին եւ ասի մտեք ցեղասպանեք։ Սա կատակ չեմ անում, Վահե ջան, իրոք շատ բարդ ժամանակներ են սպասվում Հայաստանին, շատ բարդ ժամանակներ, եթե մնաց այս իշխանությունը։
որպեսզի մենք այս ամեն ինչի տակից դուրս գանք գոնե արժանապատիվ, պատվով դուրս գանք եւ գոնե պահենք այն ինչ որ մնացել է եւ կարողանանք վերադարձնել այն ինչը որ կորցրել ենք, դրա համար մեզ պետք է հայամետը չեմ ուզում, հայ իշխան, հայ իշխանավոր բանակցող, որպեսզի կարողանանք մենք այս ամեն ինչը պահենք, կարողանանք գոնե հետ բերել այն ինչը իր անձնական շահը մի կողմ դնի, չենք կարող հետ բերել մեր տղաներին, բայց գոնե կորցնել անպայման կորուստներ, որ հնարավոր է էլի։ Հիմա մենք հանուն անդառնալի կորուստների պետքա դառնալի սարքենք մյուս կորուստները, ինչի համար իրանք զոհաբերել են իրենց կյանքը, չեն խնայել իրենց կյանքը։ Ու այս ֆոնի վրա ուզում եմ մենք ավարտենք այն հույսով, որը դառնա նպատակ, այսինքն հույսը միայն հույս եթե մնում է, ինքը ոչ մի լույս չի բերելու։ Պետքա լույսը հաղթի խավարին, այդ դառնա նպատակ, ու մենք ձգտենք անհնարինին, որ հասնենք առավելագույնին։ Շնորհակալ ենք, որ մեր հետ եք։ Եվ կոչ անենք Վահե ջան մեր ժողովրդին, որ անպայման հունիսի 7-ին գնան ընտրության, դե քանի որ արդեն կանգնել ենք այդ փաստի առաջ, որ պետքա տեղի ունենան արդեն ընտրությունները, հարգելի ժողովուրդ, գնացեք ընտրության եւ ընտրեք ընդդիմադիր ուժերից ում ուզում եք ընտրեք, մենք անուններ չենք տալու, ում ուզում եք ընտրեք, հանրապետականը չի մասնակցում, չի խանգարում ոչ մեկին, այո, միանշանակ ընտրեք ում ուզում եք, բայց միանշանակ գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Եվ խնդրում եմ, չփչացնել ձեր թերթիկները եւ ձեր ձայները չզրոյացնել, որտեվ -1 ձայն, +1 ձայն գնալու է ԿՊ-ի եւ Նիկոլի օգտին։ Ոստեղ մի հարց կա, էլի սիրելի հայրենակիցներ։ Եվ չվախենալ Նիկոլի սպառնալիքներից ու շանտաժներից, պատերազմա լինելու, էսա լինելու։ Ժողովուրդ ջան, հարգելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, պատերազմ եւ աղետներ լինելու են այնքան ժամանակ, քանի կա Նիկոլ վարչապետ։ Նիկոլ չկա աղետ, չկա ոչ մի պատերազմ։ Պատերազմ կարա լինի Վահե ջան, բայց կարա լինի այնպիսի բանակցող եւ այնպիսի գլխավոր գերագույն հրամանատար, ինչպիսին էր Սերժ Սարգսյանը, որը կարողացավ ճիշտ դիվանագիտական արդյունքում, այո, կանգնեցնել պատերազմը 4 օրում եւ մինիմալ կորուստներով մենք դուրս եկանք։ Մենք պատերազմող երկիր ենք, դա չպետք է մոռանանք։ Իսկ խաղաղության մասին թող մոռանանք, որտեղ աշխարհում երբևիցե խաղաղություն չի եղել, չի լինի, քանի որ կա զենքի բիզնես։ Դա բացառված բան է։ Իսկ խաղաղությունը պետք է լինի արժանապատ։ Մենք խաղաղության հասել ենք առնով, զենքով եւ արժանապատիվ ձևով ենք մենք այդ խաղաղությունը ստիպել պարտադրել մեր թշնամի պետություններին, որտեղ մենք ունեցել ենք հզոր ղեկավար, ունեցել ենք հզոր գերագույն գլխավոր կարող եք չսիրել մեկին, այս քաղաքական գործին, այս կուսակցությունը, բայց փաստերով խոսենք, մեր երկիրը չեք սիրում, մեր հայրենիքը, մեր պետությունը, լավ, այն մեկին չեք հավանում, մյուսին չեք հավանում, գնացեք Նիկոլին դեմ քվեարկեք, յուրաքանչյուր ընդդիմադիրի, որ գոնե Նիկոլը չմնա։ Կարևորը մեր անվտանգությունն է, Վահե ջան, կարևորը մեր հայ ժողովրդի անվտանգությունն է։ Այստեղ արդեն անձերի մասին չի, լինել չլինելու մասին է։ Պետությունը անձերով չի որոշված։ Կամ Նիկոլին դեմ ես, այս է ընտրությունը։ Ոնց էր ժամանակ ինքը ասում կամ սև ես կամ սպիտակ ես, հիմա այդ ջրբաժանը արդեն կա։ Նիկոլի հետ ես Հայաստանի կործանմանն ես մասնակցում, Նիկոլին դեմ ես Հայաստանի Հանրապետությունում, կամ Նիկոլ ես կամ հայ ես, էսա, որտեվ Նիկոլը պնդում է, որ ինքը թուրք է։ Ինքը իրանք բացահայտ են 20 թվականից իրանք չենք թաքցնում իրենք բացահայտ են խաղում։ Եթե մինչև 20 թվականը դա անում էին թաքուն, ստվերային էին անում, որ աջակցություն, այո։ Հիմա շատ բացահայտ մարդիկ չեն թաքցնում, որ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը եւ իրենց միակ երաշխավորը Ադրբեջանն է եւ Թուրքիան։ Այսինքն Ալիև, Էրդողան, մեր ցեղասպանողները ցավալի է, բայց փաստ է Վահե ջան, երբևիցե չենք պատկերացնի։ Բայց մենք կարող ենք 20 տարի առաջ մեկին, որ ասեն սենց ալնելու, կասեն մենակ 20 տարի առաջ արինք գնանք 18 մինչև 18 թվականի երևի սկիզբ, մինչև 18 թվի մայիս էլ մենք չէինք պատկերացնում։ Մարդիկ կան մինչև անգամ 19 թվի մինչև պատերազմի սկսելը չէին պատկերացնում, ցավոք սրտի կան նաև այդ լիքն, որտեվ ժամանակին, երբ որ ես գրում եի, որ դուք Սերժ Սարգսյան չեք մերժում, այլ Արցախ եւ Հայաստան, լիքը մարդիկ ծաղրում են, որ սպասի տես պատերազմը դու սադրում ես, հա դու չուզող ես ու ամենածիծաղելին, որ գրում էին, որ Եվ թալանից զրկվել 30 տարի թալանել ես ես էլ թալանից զրկվել ես լափամանից զրկվել ես դրա համար ես նման բան գրում Վահե ջան բայց իմ տարիքը չի ներում որ ես թալան եմ ունեցել ոչ ծնողներս եմ պաշտոնյա եղել ոչ էլ օլիգարխ
Ես եղել եմ սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մինչ օրս Մտահոգ էլ մտահոգ քաղաքացի, քաղաքացի եմ եւ առհասարակ մինչեւ 18 թվականը քաղաքականությամբ բացառապես չեմ զբաղվել։ Իսկ 18 թվականից ստիպված եղա եւ ես եւ շատերը զբաղվել քաղաքականությամբ, որպիսի քաղաքականությունը չզբաղվի մեզանով։ Իսկ ովքեր ասում են, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում կամ բոլորին դեմ ենք, դա ես այդ մարդկանց համարում եմ ամենավտանգավոր մարդիկ, որտեղ նրանք ծայրահեղական են։ Չէ, ոչ թե մոլորության մեջ են, այլ իրենք ծայրահեղական են։ Ջայլամի քաղաքականությունը։ Ծայրահեղական են, որոնք այդ խաղը ամենավտանգավոր խավն է։ Ամենավտանգավոր։ Ձեր անտարբերությունը կարող է կործանել մի ամբողջ Հայաստանի յուրաքանչյուր անտարբերություն դա այո կործանարար է։ Շնորհակալ ենք, ակտիվ եղեք, սիրելի հետևորդներ, կիսվեք, տարածեք, մասնակցեք քննարկումներին, կոմենտներում սպասում ենք ձեզ, եւս մեկ անգամ առաջարկում եմ կան մարդիկ, եթե ուզում են գան մեզ հյուր, գրեք, դուրս եկեք մեր հետ կապի, որպեսզի մեր քննարկումները լինեն ավելի արդիական, առօրյական։ Շնորհակալ ենք, որ մեր հետ էիք, շնորհակալ ենք Ես էլ եմ հյուրընկալվելու համար։ շնորհակալ եւ նորից անխափան եթեր եմ ձեզ մաղթում Վահե ջան։ Շնորհակալ եմ։ Լավ մնացեք, կտեսնվենք։